Ինալ Խազղազարյանն է, խնդրեմ Տիկին Գալյան, սկսեք ձեր հիմնական զեկույցը։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության հետ կապված հարաբերությունները ներկայում կարգավորվում են պետական պաշտոնների եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքով, սակայն այդ նորմերի վերլուծությունը եւ դրանց գործնական կիրառությունը ցույց են տալիս, որ Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձի կառուցվածքը եւ չափը իրականում համարժեք չէ իրենց զբաղեցրած բարձր կարգավիճակին եւ սահմանադրական լիազորությունների ծավալին եւ նաեւ գործունեությանը բնորոշ բարձր պատասխանատվության մակարդակին։ Արդյունքում օբյեկտիվ անհրաժեշտություն է առաջացել վերանայելու Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունը, սահմանելով լրացուցիչ աշխատավարձի տարբերակված համակարգ։ Հաշվի առնելով ասվածը, նախագծերով կվերանայվեն սոցիալական եւ նյութական անկախության լրացուցիչ երաշխիքները, որի արդյունքում ՍԴ նախագահային, փոխնախագահային եւ դատավորներին օրենքով սահմանված կարգով կվճարվի նրանց բարձր կարգավիճակին եւ պատասխանատվությանը համապատասխան դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար հավելավճար, այսինքն խոսքը ոչ թե գործակցի բարձրացման մասին է, այլ ըստ աշխատած տարիների հավելավճարների սահմանման, մասնավորապես պաշտոնավարման երկրորդ տարում 20%-ի չափով, երրորդ տարում 35%-ի չափով, չորրորդ տարվանից սկսած յուրաքանչյուր հաջորդ տարում նախորդ տարվա համար նախատեսված հավելավճարի չափից 10% ավել չափով։ Ընդ որում անցում են դրույթի ուժով քննարկող հավելավճարի հաշվարկման համար հաշվի են առնվելու օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում աշխատած տարիները։ Ըստ այդմ այն հաշվառմամբ, որ Սահմանադրության ուժով ՍԴ դատավորներն ընտրվում են 12 տարի ժամկետով, աշխատանքային ստաժի համար վերը նշված հավելավճարը հաշվարկվելու է առավելագույնը 11 տարվա համար, յուրաքանչյուր տարվա համար կոնկրետ տրամաբանությամբ։ Նշեմ, որ աշխատանքային ստաժի համար վճարվելիք գումարի չափի հաշվարկման մասով մեկնակետը նախագահի, փոխնախագահի, դատավորի պաշտոնը ստանձնելու պահն է։ Միաժամանակ նոր լրացվող նախագահի, փոխնախագահի եւ դատավորի պաշտոններում պաշտոնավարման ընթացքում աշխատանքային ստաժի համար վճարվելիք հավելավճարների վերաբերյալ օրենսդրական կարգավորումների պայմաններում հավելում եւ հավելավճար եզրույթների մասով օրենսդրական մակարդակում ամրագրված մյուս մոտեցումների միասնականացման պայմանավորված անհրաժեշտ է վերանայել նաեւ 12-րդ հոդվածի առաջին մասում կիրառվող հավելավճար եզրույթը եւ այն օգտագործել հավելում բառով։ Մասնավորապես քննարկվող օրենքի, այդ թվում 12-րդ եւ 13-րդ հոդվածների իրավակարգավորումների համեմատության արդյունքում պարզ կդառնա, որ ՍԴ նախագահի, փոխնախագահի եւ դատավորի մասով հիշատակված է վճարվող հավելավճարի վճարման մասին պաշտոնային դուրիքաչափի 80%-ի չափով։ Իսկ օրինակ վճռաբեկ դատարանի դատավորների, այդ թվում վճռաբեկ դատարանի նախագահի եւ վճռաբեկ դատարանի պալատի նախագահի մասով տրվող հավելման մասին պաշտոնային դուրիքաչափի 50%-ի չափով։ Նշված փոփոխություններից եւ լրացումներից ելնելով համապատասխան լրացում է կատարվում նաեւ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում։ Միևնույն ժամանակ դատավորները շարունակական հանձնառություն ունեն սահմանադրականության ամրապնդման եւ զարգացման հարցում, նրանց գործունեություն չի սահմանափակվում միայն իրավական ակտերի սահմանադրականության գնահատմամբ, այլ ընդգրկում է նաև ՀՀ իրավական համակարգում ներդրված նոր ինստիտուտների իրավաչափության նկատմամբ վերահսկողությունը, ՍԴ-ն իրականացնում է իրավաքաղաքական վերահսկողական գործառույթներ, որոնք ուղղված են նորաստեղծ կամ զարգացող իրավական ինստիտուտների սահմանադրական համապատասխանության գնահատմանը։ Հաշվի առնելով Սահմանադրական դատավորների սահմանադրական առաքելությունը, պատասխանատվության բարձր մակարդակը եւ լիազորությունների տարբերակված շրջանակը, անհրաժեշտ է ապահովել նրանց կարգավիճակին եւ պատասխանատվությանը համահունչ հիմնական աշխատավարձի, ինչպես նաեւ լրացուցիչ աշխատավարձի մաս կազմող հավելավճարների տարբերակված մեխանիզմ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այս հավելավճարի ու հավելման ինստիտուտը ըստ էության այս պահին էլ է գործում, ուղղակի մենք փոխում ենք դրա որոշման մեխանիզմը, մասնավորապես ՍԴ դատավորի պաշտոնում պաշտոնավարման երկրորդ տարվանից 20%-ի չափով, ՍԴ նախագահ, փոխնախագահ, դատավոր հիմնական աշխատավարձի 20%, գնաս ինչքան ավելանում։ ՍԴ նախագահի, փոխնախագահի, դատավորի պաշտոնում պաշտոնավարման երրորդ տարվանից 35%-ի չափով, ՍԴ նախագահի, փոխնախագահի, դատավորի պաշտոնում պաշտոնավարման 4 տարվանից եւ հաջորդիվ պրոգրեսիվ աճով յուրաքանչյուր տարի կավելանա 10%-ով։ Այսքանը խնդրում եմ կողմ քննարկել նախագծին եւ հարգելի գործընկերներ, ուզում եմ ասել, որ եւ կառավարության ծրագրից բխող
գործողությունների կատարման համատեքստում եւ կառավարության կողմից վերջին ժամանակահատվածում իրականացվող քաղաքականության համատեքստում, որը միտված է նաեւ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վճարվող գումարների չափերի վերանայմանը, այս նախագիծը շատ կարեւոր է, ուստի եւս մեկ անգամ խնդրում եմ կողմ քվեարկել նախագծի ընդունմանը։ Շնորհակալություն Տիկին Գալյան, Տիկին Գալյանին հարցեր ուղղելու համար գրանցում խնդրեմ պարոն Նազարյան, հետո Տիկին Ղազարյան։ Շնորհակալություն։ Ես կցանկանայի, որ նաև պարզաբանեք, որ հանրության լայն շերտերի համար ավելի պարզ լինի, ասենք 4-րդ տարին պաշտոնավորող սահմանադրական դատավորի աշխատավարձը փաստացի, որ քանի տոկոսով է ավելի լինելու, քան այժմ գործող։ Մեզ մոտ գրաֆիկները հիմա տեխնիկական խնդիր ունենք բացելու հետ կապված, հիմա բացեմ ու պատասխանեմ ձեր հարցին։ Ինչքան է տարբերվելու։ Ավելանալու է։ Հիմա ինչքան է ստանում։ Դե, օքեյ, մի հատ թիվ ասա։ Չէ, հարցը մի հանեք Տիկին Ղազարանին հիմա փող։ Գործակիցը դատավորի, եթե չեմ սխալվում, 12 է, հետևաբար մեր թվերը ուղղակի մեզ մոտ չգիտեմ ինչու չկան։ 12 անգամ նվազագույն աշխատավարձ, այս տոկոսների հաշվարկման դեպքում մոտավորապես 400,000 դրամի տարբերություն է լինելու դրական աճի միտումով։ Արձագանք ունեք պարոն Նազարյան։ Տիկին Ղազարյան, խնդրեմ։ Շնորհակալ եմ, Տիկին Գալյան, զուտ որպես հիմնական զեկուցող ուզում եմ հարցս ուղղել ձեզ հստակեցնելու համար, այս պահին գործող դատավորների նախագահի փոխնախագահի դեպքում հավելումները արդեն Եվանից է սկսելու գործել եւ նրանց վրա տարածվում է թե ոչ ու երբ որ նրանք արդեն չեն ստացել առաջին երկրորդ տարվանից ստացած հավելումները լրացուցիչ դա էլ է վճարվելու, թե մենակ հաջորդ ամսվանից արդեն հավելումը ավելանում է նրանց հիմնական աշխատավարձին։ Ավելանալու է հաջորդ ուժի մեջ մտնելուց հետո, բայց հավելավճարը հաշվելու հիմքում ընդունվելու է սահմանադրական դատարանում աշխատած տարիների քանակը։ Այսինքն միանգամից կարող է վճարվել ավելի մեծ չափով, քան եթե աշխատեր առաջին, երկրորդ կամ երրորդ տարիների ընթացքում դատավորը։ Արձագանք ունեք Տիկին Ղազարյան։ Շատ լավ, այլ հարցեր կան։ Չկան, ես մի հարց տամ, Տիկին Գալյան, արդյոք կա հաշվարկ, թե այս հավելումների բարձրացումը ըստ էության ինչպիսի բեռ է լինելու բյուջեի համար եւ արդյոք դա նախատեսված է այս պահին սահմանադրական դատանի բյուջեով, այսինքն մենք խնդիր ունենալու ենք, թե կառավարությունը պետք է բյուջեի տեղաբաշխում կատարի այս նախագծի փոփոխության հիմքով։ Տիկին Ջուլակյան, ցավոք սրտի մեր ֆայլերի հետ ինչ որ բան է կատարվում ու ինձ մոտ այս պահին չկան, բայց ես հիշողությանս վրա հենվելով ասեմ, որ այս պահին սահմանադրական դատարանի բյուջեն հաջորդող ամիսների համար չի բավարարելու եւ պետական բյուջեի մասին օրենքից վերաբաշխումներ կատարելու անհրաժեշտություն է առաջանալու, որի թիվը իմ հիշելով այնքան էլ մեծ չէ, բայց ես խոստանում եմ լիագումար նիստի ընթացքում ունենալ բոլոր թվական տվյալները եւ ձեզ ասել, թե որքան գումարի մասին է խոսքը։ Շատ լավ, շնորհակալություն, այլ հարցեր կարծես թե չկան, հետևաբար խոսքը տրամադրում եմ Տիկին Ղազարյանին